թող էս Սուրբ Սարգսի Ազիզորով մեր կարուն է թոպարով կա, տարեք խալալը լիծեզի։ Սուրբ Սարգիս, սիրո բարեխոս, թե զորավար, որը չհրաժարվեց իր ընտրածուղուց։ Գիշեր, երբ երազը կարող է նշան դառնալ, իսկ աղի բլիթը նոր հույսի նշույլ։ Հերկան կաղամ ձյուն կգա, յարը յարի մոտ կգա։ Դարեր ի վեր հայ ժողովրդի համար եղել է երիտասարդների բարեխոս մի զորավար, որը հավատքի համար չհրաժարվեց իր ճանապարհից։ Օրհնում ենք երիտասարդներին, որովհետև Սուրբ Սարգիսը ինքը եւ իր մարտիրոսը զավակի հետ եղել է երիտասարդ եւ ցույց է տվել սիրո բարձրագույն օրինակը, այսինքն նահատակությունը եւ չզիջողությունը կյանքի փորձությունների նկատմամբ, որ թերևս այսօր էլ հրատապ է եւ արդիական է երիտասարդների եւ ոչ միայն երիտասարդների ընտանեկան եւ ոչ միայն ընտանեկան կյանքում։ Հայ առաքելական եկեղեցու օրացույցում Սուրբ Սարգսի տոնը առանձնահատուկ տեղ ունի։ Այն հատկապես սիրված է երիտասարդների շրջանում, որպես մաքրության, հավատքի եւ ազգային ինքնության խորհրդանիշ։ Մենք տեսնում ենք հետաքրքիր այն սիրո նվիրումը, գործնական սիրո նվիրումը Աստծուն եւ հավատին։ Հետաքրքիր է, որ Սուրբ Սարգիսը ունենալով բարձր աստիճան երկու բանակներում է, թե պարսկական, թե հռոմեական, այնուամենայնիվ չգայթակղվեց ոչ իր աստիճանով, ոչ կայսրի կամ Շապու երկրորդի հորդորներով, այլ մնաց հավատարիմ Աստծուն, որի համար էլ նահատակությամբ եւ իր կյանքով, պսակեց իր հավատը։ Ժամանակի հետ տոնն իր շուրջ ավանդազրույցներ է հյուսել, տան կտուրին ալյուր շաղ տալուց մինչև գիշերային երազներ։ Սուրբ Սարգիսը կերպավորվում է որպես ձյուն նստած զորավար, որը որ ավելի արագ, այսպես ասենք, խնդրանքներն Աստծուն է կատար, արագահաս Սուրբ Սարգիս եւ թերևս այս սիրո բարեխոսը աղոթքներն առ Աստված տանողը, Աստծու մոտ երիտասարդների համար բարեխոս եղողը։ Կան բազում ժողովրդական սովորություններ, ինչպես որ ասենք փոխինձ էին դնում, որպեսզի Սուրբ Սարգիսը գա եւ իր ձիու ոտնահետ կմնա այս փոխինձի վրա եւ այլ, բայց սա ուղղակի ժողովրդական սովորություններ լինելով մարդու կյանքի կամ մարդու ընթացքի վրա որևէ մի ձև ազդեցություն իհարկե չի կարող ունենալ։ Աղի բլիթն ուտելն ու գիշերը երազին ապագա սիրեցյալին տեսնելը շարունակում է մնալ տոնի ամենահայտնի ավանդույթներից մեկը։ Թեև այս սովորույթը սերնդեսերունդ է փոխանցվել, եկեղեցին հստակ տարանջատում է հավատքն ու հավատալիքը։ Այս թեմայով խոսեցինք Տեր Հուսիկ քահանայի հետ։ Սուրբ Սարգսին նախորդում է առաջավորած պահքը։ Այս պահքը լինելով տարվա առաջի պահքը, լինելով զուտ հայկական այսպես մշակույթի, մի տար, բնականաբար մեր ժողովրդի մոտ միշտ էլ պահվել է ավելի խիստ ձևով, այսինքն աղով եւ հացով։ Եվ այս աղ ու հացի ավանդությունը պահեցողության բնականաբար տարիներ անցնելով 70 տարվա Սովետ Միության շրջանը ինչ որ մի կերպ պետք է ձևափոխվեր, եկեղեցուց դուրս գար, մնար, քանի որ եկեղեցիները խիստ ուշադրության տակ էին, ճնշումների տակ էին, եւ պիտի ժողովրդի մոտ այդ աղի հացի ինչ որ դրսևորումը ունենային։ Քահանայի խոսքով աղի բլիթը կրոնական ծես չէ, այլ ավանդույթ։ Եկեղեցին չի խրախուսում գուշակություններին հավատալը, ընդգծելով, որ Սուրբ Սարգսի տոնի իրական խորհուրդը ոչ թե նշանների մեջ է, այլ սիրո, հավատքի ու հոգևոր մաքրության։ Կասեի մեր սիրելի երիտասարդներին փոխանակ գուշակությունների տրվել, փոխանակ թուլությամբ մեր կյանքը հանձնել ինչ-որ սնահավատական բաների, եկեք պահքը պահենք, մոտենանք Աստծուն եւ վստահաբար մեր Տիրոջ խաղաղությունը եւ մեր Տիրոջ ներկայությունը մեր կյանքում պետք է լինի, իսկ մեր Աստված ամեն մի բարի գործի եւ նախաձեռնության կողքին է։ Շողեր Ղլիջյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։